ծածանվում է հայոց եռագույնը Աղավնաձորի գլխավերևում։ Տիկին Սեդա։ Իսկ այսօր մեզ Աղավնաձոր է բերել ոչ թե աշխատասիրությունը, ինքը ձեզ շատ է սիրում, այլ սերը մայրիկի եւ սիրված կնոջ հանդեպ։ Ոտներս խերով Աղավնաձոր գյուղ։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Գնում ենք մեր տիկին Սեդային ուրախացնենք։ Այն էլ ոնց ուրախացնենք։ Թագուհու տորթ ենք ձեզ բերել։ Ոսկեզոծ ուրախություն է լինելու։ Մոմիկը նորաբանքը կերտող ճարտարապետն է, ով չգիտի իմացեք, հենց Մոմիկի ծննդավայրն ենք հիմա ձեզ ցույց տալիս։ Ձեզ օդային համբույրներ ա ուղարկել։ Վայոց ձորը շատ հարուստ է հզոր մարդկանցով։ Ծաղիկներն էլ դու պետք է տաս։ Հեսա բաժակները որ բերեն, ես պայթասնեմ։ Նախիջևանը, մեր հողը, մերն է։ Մերն է ուղղակի էլ չենք հասել դե, բայց կհասնենք։ Մենք գնացինք։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, բնությունը արդեն ձևափոխվում է եւ կանաչից անցում է կատարում դեպի դեղին։ Ինչի դեղին, որովհետեւ արևն է դեղին, վառել է խոտը դաշտերում եւ կանաչը գնաց դեղինը եկավ, բայց մի տարբերությամբ, որտեղ որ մարդու մատախարն է, այնտեղ կանաչ է եւ միշտ էլ կլինի կանաչ, որովհետեւ Աղավնաձորը, Աղավնաձորի ժողովուրդը աշխատասեր են եւ հողի հետ շատ մոտիկ։ Եվ հենց դա է պատճառը, որ ստանում են աշխարհի մասշտաբով շատ լուրջ գինի, արևահամ, գնահատանքի արժանի։ Կարող եք աշխարհում ցանկացած տեղ հանդիպել Աղավնաձորի արտադրանքին։ Իսկ այստեղ GCB-ն փրթում է հողը, մաքրում է ճանապարհի եզրը, որպեսզի էլ ավելի կոկիկ լինի Աղավնաձոր մուտքը։ Լեն էլ նկարի, տեսել են իմ այնպես իշխցիրուն կանաչը։ Այո, ընկերներ, Աղավնաձորը այսպեսին է։ Նա մեր ընկերն էլ մեզ սիգնալույ արած ու գնաց ապրի, բարև մեջ մնանք։ Ոտներս խերով Աղավնաձոր գյուղ, ընկերներ իսկով չգիտի, ասեմ, որ Աղավնաձոր գյուղը Վայոց ձորի մարզի գյուղերից է, կշեշտեմ աշխատասեր գյուղերից, որտեղ ամեն ընտանիք ունի իր հողը եւ մշակում է։ Եվ հենց սա է հզոր պետություն դառնալու առաջին նախապայմաններից մեկը, որ գյուղացին հող մշակի, այնպես որ Աղավնաձորը լավ օրինակ է։ Իսկ այսօր մեզ Աղավնաձոր է բերել ոչ թե աշխատասիրությունը, այլ սերը մայրիկի եւ սիրված կնոջ հանդեպ լնայի տուկերը։ Տուկերը այգու մեջ պատրաստ են արդեն անասուններին կեր դառնալ, երբ որ գա օրը ու պահը, բժոնները կուտեն։ Իսկ հիմա մենք գնանք, որովհետեւ ես հարազատ տուն եմ գնում իրականում, այդ օջախ ես շատ եմ գնացել։ Այսօր էլ բացառություն չի լինի, գնում ենք մեր տիկին Սեդային ուրախացնենք, այն էլ ոնց ուրախացնենք։ Ոսկեզոծ ուրախություն է լինելու։ Ես կուզեի, որ ինձ տային սենց ոսկեզոծ ուրախություն, բայց կգա պահը մի խոսքով, հիմա շատ չխորանամ էլի։ Իսկ հիմա ով կարոտել է Աղավնաձորը, տեսեք այսօրվա տվյալներով 16 հունիսի 2025 թվական։ Կանցնեն տարիներ, կմտնեք, կտեսնեք այս տեսանյութը, կասեք, լտեսի ձև էր Աղավնաձորը, ինչքան ենք զարգացել, հəl ինչեր ենք արել, բա, տենց է։ Պետք է ունենաս ժամանակի մեջ համեմատվելու ունակություն, ինքդ քեզ հետ, ոչ թե ուրիշը, այլ ինքդ քեզ հետ։ Տվյալ դեպքում Աղավնաձորը Աղավնաձորի հետ պետք է համեմատվի եւ տեսնի, թե ինչ է ավելացել։ Օրինակ, եթե մի 5 տարի առաջ գայիք, չէր լինի այն սիրուն կարմիր խանութը, չէր լինի այս քյաբաբնոցը, չէր լինի լիքը զաբորներ, այն դոմիկը, ինչ սիրուն դոմիկներ է։ Սա հեքիաթային դոմիկ է Աղավնաձորի մեջ։ Այնպես որ ընկերներ պետք է նկատել փոփոխություններ եւ ուրախանալ դրանով։ Թեկուզ անձնական չլինի, բայց շրջակա միջավայրի փոփոխությունները միշտ էլ հաճելի են նայվում։ Մուլտիկ Մագնիշի բեռնատարը Սովետի ինչեր ասես որ չի արել։ Սովետի զիլը ինչեր ասես որ չի արել։ Ու անում է հələ գազը դրել են, вообще գազզանություն։
Զիլը մասը է։ Բարև, բարեկամ շլանգով ժուրարող, բարև ուազով բարեկամ, և իհարկե ուլգյուրի բահանակը, ուլգյուրը հին բնակատեղի է Աղավնաձորից մոտավորապես 5 կիլոմետր վերև, այս Սիրուն լեռան ստորոտում, հենա կերևա հեսա, որ պտտմենք վարդան, կերևա իմ կարծիքով։ Ուլգյուրում է ծնվել, մեծացել և ստեղծագործել Մոմիկ ճարտարապետը, Մոմիկը նորաբանքը կերտող ճարտարապետն է, ով չգիտի իմացեք, հենց Մոմիկի ծնդավայրն եք հիմա ձեզ ցույց տալիս, հələ ցույց տու, էդ հովիտը, այդ լեռան հովտում է գտնվում ուլգյուրը, շատ գեղեցիկ և անուշ տեղ է, կարող եք գնալ, տեսնել և այնտեղ գնում են համ Աղավնաձորից, համ Ռինդից, երկու գյուղերից էլ գնում են, երկու գյուղերն էլ աշխատասեր են և խաղողագործ, խաղողաստեղծ։ Վայոց ձորը շատ հարուստ է հզոր մարդկանցով և իհարկե չտեսնված ջահելությունով, ովքեր հենց նոր հավաքվել էին Աղավնաձորի գյուղի կենտրոնում։ Նեղլիկ է փողոցները Աղավնաձորի, այստեղ պետք է զգուշ վարես։ Օպա, Վարդան զգուշ եղիր, տորթը հանկարծ չգնա, ընգնի մեքենայից։ Ծածանվում է հայոց եռագույնը Աղավնաձորի գլխավերևում և հիշեցնում այն մասին, որ Աղավնաձորը եղել է կա ու կլինի աշխատասեր և հայրենասեր ձևով։ Ասեմ ձեզ նաև, որ Աղավնաձորը շատ ու շատ զինվորականներ է տվել ու տալիս, այստեղի մեր քաջերը առանձնահատուկ հզոր են և հայոց բանակում շատ ունեն կարկառուն դեմքեր ներկայացուցիչներ, անունները չեմ տա, պետք չի, որովհետև ռազմական գաղտնիքը հարգել է պետք։ Իսկ հեռվում ընկերներ, տեսեք Աղավնաձորից ինչ գեղեցիկ է երևում Նախիջևանը, մեր հողը, մերն է, մերն է ուղղակի ելը չենք հասել դե, բայց կհասնենք, ժամանակ անց կհասնենք։ Ուզում եմ ձեզ ցույց տամ Վարդանի հետ միասին Աղավնաձորի գիլասը, որը դեռ չի հասունացել, բայց բան էլ չի մնում, որ հասունանա, մերթ կարմիր է, դեղին, կանաչ չկա ամեն դեպքում, դա նշանակում է, որ հասունանում է քաղցրահամ գիլասը Աղավնաձորի։ Իսկ հիմա մենք քիչ-քիչ մոտենում ենք արդեն Հոբելյարի օջախի մատույցներին, ասեմ ձեզ, որ տանդիրքը այնպիսին է, որ բավականին դժվար է լինում անակնկալ անելը, որովհետև ամեն պահի կարող է դուրս գալ ու տեսնել մեզ։ Բաց տարածքում են գործելու։ Մենք լրիվ պատրաստ ենք, չէ՞ գործելու Վարդան։ Նվերը կա, տորթը կա, ծաղիկը կա, շոմպայնն էլ հետը։ Շոմպայնն է պայթելու Վարդան։ Իհարկե։ Այստեղից արդեն դիտարկվում ենք մենք, այնպես որ պետք է կրկնակի ու եռակի զգուշանալ Վարդան։ Երևում է սպիտակ նիվայի պոչը։ Չէ, իշտում ենք մի քիչ էլ ենք խորանում, եթե դուրս եղավ կտնա, եթե չէ, չի տնա։ Դոլեք ծիկոներ Հավիկը իր ծիկոներով Վարդան, ինչ է, նայի, տեսեք, կյանքը եռում է Աղավնաձորում, ճուտիկները հավիկի հետ ֆրֆռում են, մեր բարեկամը եկավ մեզ դիմավորի, երկար տարիներ անց մենք նորից եկանք։ Բարեկամ, ոնց ես, հազար բարով, ոտներս եվս մեկ անգամ խերով ելնի ձեր օջախ, ես ուրիշ մարդ չեմ ձեր օջախում, շատ եմ եկել, բայց քեզ առաջ անգամ եմ տենում աղբեր, ուր ես ելել միջը, ты из Москвы, брат, да приятно очень, մոսկովսկի սյուրպրիզ, ես մոսկովսկի չի, բայց որ դու ստես շատ հաճելի է աղբերս, ծանոթանալու համար, էլ չես գնալու, վсё, Վահեն վերադարձել է Մոսկովից և չի գնալու էլ, չես գնալու, չէ, վсё, նայ, qaytaraq չել եկել, ասեմ, հետո գամ տենամ ստեչես, ասեմ ուրա, շոմպայնը վերցրել ես բարեկամ, հետի հիմա դու ներսը երաշտություն ունես միացնելու, հա, կարաս միացնելու, հետո դնենք, հա, հետո, հա, վсё,
մի պոնյալի դրուգի գնանք հիմա մեր տիկին Սեդային ուրախացնենք եւ առաջինը էս պետք է տանք նրա շատ սիրելի ամուսնու անունը։ Տունն է ախպեր հիմա կաղա տենա շուտ ժամանակից կաղա ռիբոգանը որ չհասցնի տենալ չհասցնի հասկանալ ինչ է կատարվում այս նրբագեղ սերն ու տորթը հասցնում ենք տիկին Սեդային Մոսկվայից ժամանած որդու հետ Էլմարկա ուրեմն արևանները Տիկին Սեդա բարև ձեզ մենք էլի եկել ենք Հավատա ամեն բան կտայի Որ իմ գրքի մեջ հավիտյան Ենք ձեր ծննդեր շնորհավորելու 1000 բարին շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը հլտեսեք իշ թագուհու տորթ ենք ձեզ բերել պատտեմ տեսնակ ինչ ա լստից ա սիրում բայ են կողմից որ տենակ ցույց տամ տեսեք ինչ ա գրված բայց խափուսի կա տորթը հա բա հենց մի անգամից երեխեք ես դե լավ դե տենց ա գրած տորթի վրա բայց ես պետքա մի բան ասեմ շատ կարևոր ու այս պահին համահունչ կարոտ կա այս տորթի մեջ ի՞նչ կարոտ ա տնակ հա Մի րոպե կզանգեմ ես։ Հա դե բանա Ինչ կարոտ կա այս տորթի մեջ հələ տեսեք այս ճոխությունը մենակ երեխեքի կողմից չէ էլի Հələ տեսեք չեք կարդում Իմ սիրելի կին քեզ շատ եմ Բաժանման պահից նորից տեսնելու սպասում Հեսա կգամ կգրկեմ քեզ հա մեր սիրո պտուներն են գրել մամա ինքը ձեզ շատ է սիրում կարոտ է լավ դες օթային համբույրներ ա ուղարկել դե հիմա երազանք պայեք չեք հուզվավ է սեր կա է զգացվում է սիրո Քեզ հետ անցնի ամեն օր ամեն ժամ Ահա դե ծափեր պետք է տաս բարեկամս որ Մոսկվայից եկե ասել ես ու պետքա ծափեր տաս անպայման Հիմա ծափերը տվեցիր շատ լավ արեցիր ծաղիկներն էլ դու պետքա տաս բոլոր երեխաների կողմից միշտ պապայի կողմից բայց ջիջարով էլ կգրկես մամային Արել է ջերմություն Մայսերը թեքիաթի է նման Կամ էլ արկներդ լույս լինի ձեր սիրուն սիմպատիչնի որդին է վերադարձել չի ուզում գնա միթե լավ տոնելու առիթ չի միթե շամպայն բացելու առիթ չի հա Բաժակները թող բերեմ։ Հա սպասում ենք բերեք բաժակները հələ բաժակներ բերեք որ շատ ճիշտ էր ասված Հեսա բաժակները որ բերեն ես պայթացնեմ բայց բանը սիրում Չի պայթի պայթող այսի Դաժե ավելին ասեմ կաղաց ես ասես բան անեմ ուզենա պայթի Հնարավոր է Վարդան շատ հնարավոր է Հեսա հասկանանք Ասումա չի պայթի Վարդան դու խամ ես նայ տես Տենում ես որ ուզում է պայթի հա Պայ Բա ասումա չի պայթի Վարդան է նոր ասումա չի պայթի բայց եկեք տենանք չի պայթի Սիրում եմ քեզ Մի ամբողջ աշխարհ ենք Պայթի մի քիչ թափվեց դեն ես շարím էլ ինքի այտենց է շամպայնը հենց այդպիսի տեսք ունի ու անակնկալն էլ ասեմ ձեզ որ պայթունա վտանգ է եւ ես մինչեւ վերջ անակնկալը հələ չեմ բացահայտել չէ որ խոսացի սիրո մասին չէ դե սեր կա այս անակնկալի մեջ վերցրու Վարդան դու էլ վերցրու մի քաշվի ամաչի շնորհավոր լինի ձեր ծննդյանը Տել նվեր ունեք, ի՞նչ նվեր կլինի։ Տենալու վրա է։ Հա, դե խմեք, հեսա խմեք որ նվերը տան որ ավելի էֆեկտիվ լինի, հա։ Բայց դե տարբերակ պետք է ասեք, էլի։ Չեմ կարող։ Հա։ Դե նվերը անունդ նորից ասել։ Վահե ախոր հետ պետք է տանք։ Գնանք բերենք։ Ընդ է, հա։ Գնանք բերենք։ Մարդ, հա։ Չէ, մարդ չի նվերը չէ։ Ուղղակի պետք է վայ հետ տանք էլի։ Ինչ կլինի դե հիմա ասեք։ Տուփը մի քիչ հուշող է։ Տուփը լավն է։ Շատ ընտիր տուփ է, որակական, հələ տեսեք ինչ սիրուն է էլի շատ։ Դե մեջին էլ է լավ։ Հələ մի րոպե տենամտ իմաստավորեմ նվերը, ասեմ ինչ նվեր է։ Ես այս նվերի անունը կդնեմ իմաստության ծառ, շնորհակալության ծառ, որ պետք է միշտ կանաչ լինի ծաղկի ու անպայման դուք կրեք այդ նվերը։ Դե բացեք լավ բայելը։
Լսեք։ Քո սրտին սիրահարվել եմ կյանքու Սա ծաղկած ծառ է հատուկ ձեր համար, պետքա ձեր պարանոցից անպակաս լինի։ Վահեի միջնորդությամբ։ Վահե, այդ էի ասում, որ Վահեի հետ պետք է անենք, հա։ Բա այդ էր ամբողջ իմաստը այսօր ձեզ ուրախացնելու, այս սրա մեջ լիքը սեր կա։ Պահեք ու պահպանեք, ինչպես որ միշտ եք արել։ Ձեր ընտանիքը ձեզ շատ շնորհակալ է, սիրված մայրիկ։ Իմ սերը ես կտար Քեզ ուրիշին երբեք չեմ Նոր մայրիկ, հա, ձեր ամուսինը ուղղակի խելագարվում է, կարոտից արդեն դիլիմ այել է, հեսա գալու է։ Սև սիրում միայն քեզ եմ երազել իմ օրեր Դե ձեզ լավով։ Մենք գնացինք, սաղ տաբել ենք, չէ աղբեր, այս բան չէ լավ, չէ որ մորանանք, հա։ Փող չէին տվել, էլի թե չէ փող էլ կբերենք։ Դե որ էդի ասել են ինչ-որ կբերեն, այսօր եղեք նազորա շատ է։ Մենք այսօր այնքան մեծ երկար ճանապարհ ունենք անցնելու եւ այս ճանապարհը սկսում է ձեր տնից, շատ շնորհակալ ենք ու մեր համար շատ հաճելի է, որ ձեր տնից են գնում ու ինձ շատ դուր եկավ հենց էլ կոֆե կխմենք, հա կոֆե կխմենք։ Կխմեք։ Հա, Եկի։ հա, խմենք, այստեղ կայնած։ Ինչ սիրուն է։ Միթե հրաշք չի։ Սա այս գեղեցիկ կանաչ ֆոնը կախարդական է, ընկերներ։ Ինչ ուզես, կանգնես այստեղ կարող ես պատկերացնել։ Էլ Օվտիանոս Տիտանիկ, էլ ուզածդ լեռները, ինչ ուզես։ Գեղեցիկ կանաչ հոգուն հանգստաբեր եւ իհարկե ընկույզներ երրյակ, հնգյակն էլ նկարի։ Հնգյակը տենում ես։ Հնգյակ ընկույզը, այո, շատ հզոր տեսարան է։ Եվ օլորված ծառը, օլորվել է նրա, օլորա ծառ է սա, օլորա պոպոկ։ Քանի տերերը սուրճ են դնում, ես որոշեցի մի փոքրիկ գողություն անել, ապօրինաբար խմեց կես կում շամպայն, հետո հիշեց վաղեմի ոխը ու հարցակվեց գիլասի վրա։ Հարցակումից վարկյաններ անց նա իր ավարը ձեռքին էր վերցրել ու չէր էլ անենց էր անում, որ տնեցիք չտենային հանկարծ ասեին քալ չեն ուտի, բա ես քալ գիլաս եմ սիրում է, որ նույն նկարում ենք դրանից Անակնկալ ես ուզում իրենք կան Սա մեր հաշկ է հայկական